Հարգելի հետևորդներ, այսօր պատրաստելու ենք խաշլամա շատ հետաքրքիր ձևով։ Մատուցման ձևը լինելու է սլիվիշնի սոուսով։ Հիմա ես ձեզի կներկայացնեմ պատրաստելու համար ինչ է մեզի հարկավոր՝ տավարի միսա, ժողովուրդ ջան, մուսկատնի արեղ, աղ, գարչիցա, կարագ անհրաժեշտ, ուրեմն կարտոֆիլ, կանաչիներից համեմ եւ սամիտ, սոխ եւ սխտոր։ Եվ մեզի անհրաժեշտ է սլիվկի 33%-անոց սոուս պատրաստելու համար։ Ամենաառաջինը ժողովուրդ ջան, մեզի անհրաժեշտ է միսը կտրատենք, որ սկսենք պատրաստել։ Մեկ ինչ հավվեսին կտորներ է, որը որ հավվեսին պետքա խաշլամա պատրաստենք։ Համ առանց ջրի ենք պատրաստելու, համ էլ մատուցման ձևը լինելու էլի եմ կրկնեմ սլիվիշնի սոուսով, որը որ ինքը շատ համեղ է։ Կխնդրենք բոլորիդ պատրաստեք, նույն ձևի կոմենտարյաների մեջը գրեք։ Դուք պատրաստել եք, ինչ ձև է ձեր մոտ ստացվում, թե փորձել եք այս ձևի։ Ճիշտն ասած, շատ ենք ինտերնետով ման եկել, այս ձևի տարբերակ չկա, դրա համար փորձեցինք այս տարբերակը պատրաստենք։ Հիմա ես ամբողջական միսը կտրատեմ եւ միանամ։ Գնացինք։ Միսը կտրատելուց հետո մեզի անհրաժեշտ է սոխ։ 3 գլուխ մեծ սոխ անհրաժեշտ, ցույց կտամ ինչ ենք անելու։ Ամենաառաջինը մեզի պետք է մաքրել։ Հիմա ես սոխը մաքրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Սոխը մաքրելուց հետո մեզի անհրաժեշտ է այս ձևի կոլցեք։ Հետո ցույց կտամ ինչ ենք անելու։ Էլի եմ կրկնում, առանց ջրի ենք պատրաստելու ու շատ հետաքրքիր ձևով մատուցման ձևը լինելու է սլիվիշնի սոուսով։ Մեկը պատրաստ է։ Հիմա ես ամբողջը կտրատեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Սոխը կտրատելուց հետո մեզի անհրաժեշտ է հավաքենք։ Հիմա ցույց կտամ ինչ ենք անելու։ Վերցնում ենք մեր կացան։ Ասենց մոտիկից, ուրեմն վերցնում ենք սոխը, սիրուն տակն ենք տեղադրում։ Հավատացեք, շատ հետաքրքիր ձևով է պատրաստում, անպայման փորձեք, ոչ մի դժվար բան չկա։ Ասենց։ Ու վերցնում ենք մեր միսը։ Հավեսով միսը տեղադրում ենք։ Վերցնում ենք աղը։ Այսինքն աղ ենք ավելացնում։ Եվ նորից էլի սոխ։ Всё, պատրաստ է։ Այս սիրուն դնում ենք պլիտայի վրա։ Ժողովուրդ ջան, հիմա նայեք մեր
Խաշլամեն ոնց է եփվում։ Հիշացնեմ, որ մենք առանց ջրի ենք յան եփում։ Նայում եք, սոխի ջուրը յան հերիքացրել է, որ ինքը լավ եփվի։ Կմիանանք եփվելուց հետո գնացինք։ Ուրեմն ժողովուրդ ջան, արդեն 2 ժամ է մեր միսը արդեն եփվում է։ Հիմա ցույց եմ տալի։ Ինքը էլի եմ կրկնեմ, առանց ջրի ենք մենք յան եփել։ Պետքա որ անպայման սոխը տենում եք, ինքը արդեն հալվել է, սոխ արդեն չկա։ Ու պետքա այն ձև եփեք, որ ձեր միսը լրիվ եփվի։ Հիմա ես ձեզ հաջորդ քայլը կասեմ ինչ ենք անելու։ Ուրեմն վերցնում ենք կարտոֆիլը, արդեն զառանը ես արդեն մաքրել եմ, 2 մաս ենք այս ձևի բաժանում։ Всё. Ուրեմն կարտոֆիլը անհրաժեշտ է այսպես ազատ տեղերը, այսպես ձեռքերով սիրուն իրան տեղադրում ենք։ Ասում եմ վայ չուտող ինձ ժողովուրդ ջան։ Լստեն նայեք ինչ համեղություն է մեր մոտ։ Եվ վերջում ավելացնում ենք կանանչի։ Ես կանանչին չեմ կտրատում, այսպես ավելացնում եմ իրա վրա, որ ինքը համը, հետո կանանչի վրայից կվերցնենք։ Այս ձև թողում ենք, ժողովուրդ ջան։ Всё, պատրաստ է։ Ուրեմն այս ձևի թողում ենք, մինչև որ մեր կարտոֆիլը եփվի։ Ուրեմն այդ ժամանակ մեզի անհրաժեշտ է պատրաստենք սոուսը։ Գնացինք սոուս պատրաստելու։ Ժողովուրդ ջան, պատրաստում ենք սոուսը, շատ հետաքրքիր ձևի, կկրկնեմ էլի նորից, որ անպայման վիդեոն մինչև վերջ դիտեք, որ իմանաք ոնց եք պատրաստում։ Գնացինք։ Ամենաառաջինը մեզի հարկավոր է սլիվկի 33%-անոց, ժողովուրդ ջան, էլի եմ կրկնում, մեզ անհրաժեշտ է կես լիտր սլիվկի։ Ավելացնում ենք սլիվկին։ Ուրեմն դնում ենք պլիտայի վրա, միացնում ենք, ավելացնում ենք կարագ, հիմա մեր օպերատորը ցույց կտա, այսքան կարագ ենք ավելացնում, կարագը ավելացնելուց հետո մեզի պետք է, որ ինքը լավ տաքանա սլիվկեն, կարագը հալի, մինչև մեր կարագը հալել է, մեզի անհրաժեշտ է ավելացնենք մուսկատնի արեղ, 1 թեյի կթալ և ավելացնում ենք 1 թեյի կթալ աղ։ Եվ պետք է, որ այսպես տնավարի մի հատ խառնում ենք, ժողովուրդ ջան։ Եվ այս ձևի թողում ենք, որ ինքը եռա։ Եռալուց հետո մենք ձեզի կմիանանք։ Ուրեմն մեր սոուսը արդեն պատրաստ է, նայում եք, պատրաստելու ժամանակ պետք է որ այս ձևի եռա, այսպես հավեսին ձեր մոտ ստացվի։
Ուրեմն կամանցացնում ենք։ Հիմա մեզի անհրաժեշտ է ավելացնել սխտոր։ Ավելացնում ենք սխտորը։ Երկու պճեղ սխտոր ենք ավելացնում։ Չափաբաժինը անպայման կգրենք։ Եվ այսպես մի տնավարի Ժողովուրդ ջան, խառնում ենք։ Այսպես սիրուն։ Եվ ավելացնում ենք երկու թեյ կթալ քաղցր գարչիցը։ Եվ էլի նույն ձևի մի հատ խառնում ենք յան։ Այսպես։ Մեր սոուսը արդեն պատրաստ է։ Ժողովուրդ ջան, որ ցույց չտայ, չի կարա։ Լստեն նայեք, այս համեղությունը ոնց է էփե։ Լստեն նայեք էլի, բա ոնց էսի մարդ չսարքի ու չվայելի։ Կմիանանք ձեզ փորձելու ժամանակ։ Գնացինք։ Հիմա ձեր հետ միասին կտեսնեք, ինչ ձև ենք տեղադրում ափսեի մեջ, սիրուն ձևի ու փորձարկելու ենք Ժողովուրդ ջան։ Էլի նույն ձևի կխնդրեմ ամբողջական վիդեոն դիտեք, որ իմանաք ինչ հրաշ ձևի խաշլամային պատրաստ է։ Այս մեր խաշլամենն է, այս է մեր սոուսն է։ Հիմա պետք է այսպես սիրուն լնայք չհավվեսին մեր միսը եւ ֆելա։ Այսպես սիրուն, ամենակարևորը էլ եմ կրկնում Ժողովուրդ ջան, պետքա որ հավեսով, ամեն ինչը հավեսով անեք, որ ձեր մոտ շատ լավ ստացվի։ Ով որ սոխ չի սիրում, տեսնում եք ինքը սոխի հետ вообще կապ չունի, պրոստը ինքը սոխի մեջ է մենակ կեֆում։ Բայց ասեմ շատ համեղ է Ժողովուրդ ջան։ Նույն ձևի կարտոֆիլը։ Սիրուն։ Հիմա ես ամբողջը տեղադրեմ եւ ձեզի միանամ։ Գնացինք։ Ուրեմն Ժողովուրդ ջան, միսը ու կարտոֆիլը ավելացնելուց հետո անհրաժեշտ է սոուսը ավելացնենք, որը որ չեք պատկերացնում ինչ համեղ է ինքը ստացվել։ Այդ սիրուն ակուրատնի վերցնում ենք։ Եվ մի քիչ էլ կարանք ավելացնենք։ Եվ վերջում ավելացնում ենք կանաչի։ Սիրուն գեղեցիկ տեսք ենք տալի, յան։ Всё։ Ժողովուրդ ջան, ուրեմն հիմա վերջնական տեսքը մենք ձեզի ցույց կտանք, ինչ ձև է մեր մոտ ստացվել։ Մեր օպերատորը հեսա մանրակրկիտ սաղ ցույց կտա։ Ուրեմն էլի եմ կրկնում, մեր սոուսն է պատրաստած, որը որ շատ անհրաժեշտ բան է խաշլամայի համար։ Մեր միսը եւ կարտոֆիլը։ Հիմա կփորձեմ ու հետներդ կլնեմ շատ անկեղծ։ Ուրեմն միսը, այս ձևից էս տնավարի վերցնում ենք։ Ինչա անհրաժեշտ մեզի։ Վերցնում ենք սոուսը։
Դուք չեք պատկերացնում էս ինչ ձևի համով է, Ժողովուրդ ջան։ Սոուսը լրիվ իանա, Ժողովուրդ ջան։ Կխնդրեմ անպայման պատրաստեք ու համոզված եմ կոմենտարիաների մեջը գրելու եք թե ինչ հրաշք ձևի խաշլամա եմ պատրաստել սոուսով։ Հիմա այս տարբերակն էլ այսպես սիրուն տնավարի լավաշը վերցնում ենք, որ ես սիրում եմ, Ժողովուրդ ջան։ Այսպես տնավարի սիրուն այսպես միսը я սոուսով։ Այսպես կանանչին։ Վերջում էլ այսպես մի հատ էլ նորից էլի սոուս ենք ավելացնում եւ վայելում ենք։ Դուք չեք պատկերացնում ինչ ձևի համա տալի սոուսը մսրի հետ։ Անպայման պատրաստեք, Ժողովուրդ ջան։ Ու համոզված եմ, որ բոլորի դուրն է կգա։ Շատ համեղ է։ Հիմա նույն ձևի կփորձենք կարտոֆիլը։ Էլի նույն ձևի սոուսով։ Եվ մի փոքր կանանչի։ Շատ համեղ է ստացվել։ Ժողովուրդ ջան, էլի ամեն վիդեոների վերջում նույն բանն եմ կրկնում։ Էս իմ ամենասիրած բանն է, որ այսենց ընտանիքով չարչարում ենք, վերջում նստում ենք, Ժողովուրդ ջան, այս համեղությունը վայելում ենք, վայելում։ Դե գնացինք վայելելու։